Վստահավոր չեմ։ Ուղղակի կորցնելու ոչինչ չունեմ։ Ինձ ոչ մի բան հետ չի պահում։ Ավելի վատ քեզ համար։ Գնացեք էլի։ Ես թույլ չեմ տա, որ դու մի վայրկյան ավել Հենրիի հետ լինես։ Դուք չգիտեք ձեր որդուց ինչ եք ուզում։ Դուք ինձնից լավը չեք։ Մի հատ լեզուդ քեզ պահի ու բառերը չափավորի։ Դու ոնց իմացար, որ ստեղ եմ։ Ինչի ես եկել ստեղ, ինչ ես անում բեծի տանը։ Չհասկացա, ես իմ նախկին հարսի հետ խոսալու իրավունք չունեմ։ Միշտ ապեք, ես դեռ Հենրիի կինն եմ։ Այսօրվանից սկսած դու Հենրիի հետ որևէ կապ չունես։ Պապ, թույլ կտաս ես ու բեծին մեր հարցերը առանձին լուծենք։ Չէ, Հենրի, հաստատ թույլ չի տա։ Պապատ իմ հանդեպ շատ չարացած է, բայց այդ իմ կյանքում ոչ մի բան չի փոխում, հավատա։ Բերանդ փակի։ Ու դու սրան կնության էիր առել։ Չէ, կնության չէր առել, ես ձեր տանը ուղղակի առանց վարձավճարի հյուրընկալ էի, որովհետև ես երբեք կին չդարձա ձեր որդու համար։ Հանգստացի բեծի մի հատ։ Քո կռիվը ոչ թե իմ, այլ պապայի հետ է։ Ինքն էր եկել ու հեռախոսով զանգել Անգելինային, ասում էր, դե ասա ճշմարտությունը, պատմի։ Չձևացնես, որ չես հասկանում ինչա կատարվում։ Եթե ստեղ ես, նշանակում է Անգելը զանգել է, թևերը բացել է ու ասել է մեր զանգի մասին։ Ես ուղղակի հազիվ եմ ինձ զսպում։ Պապ, մի խառնվի։ Գնա ես իմ հարցերը կլուծեմ։ Որ լուծած լինեիր, լեզուն ոտերի տակ չեր գցի։ Ես ընդհանրապես ուզում եի հասկանալ ինչի է նա ընդունակ, բայց պարզվեց ավելին ընդունակ, քան ես պատկերացնում էի։ Այս ավակն ինչ ուզում ես։ Հալո։ Ավակ ջան, ինչու ես վերջերս շատ ես ուզում հանդիպենք։ Քնում զարթնում ես, հուսում ես իրար հանդիպենք։ Լավ կանես դու էլ գնաս։ Ես քո հետ խոսալու ցանկություն չունեմ։ Այդ ոնց եղավ, որ սենց հնարավորությունը ձեռիցդ բացես թողնում։ Եվս մեկ անգամ դուրս թափի մեջի տեղած թույնը, ոնց որ այդ արեցիր նախորդ անգամ բեծի։ Հենրի։ Բայց եթե անցած անգամ բոլոր ասածներդ կուլ տվեցի բեծի, այս անգամ չեմ պատրաստվում։ Ով ես դու, ով է քեզ այդ իրավունքը տվել, որ հորս հետ այդ տոնով խոսաս։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվել։ Հիմա նորից տնելու ես դիմացս իմ ընտանիքից թերությունները։ Դե սկսի։ Դե ուրեմն մի հրահրի։ Չէ ինչի, կուլ մի տուր։ Բայց այս անգամ ես էլ չեմ լռելու։ Իջնելու եմ քո մակարդակին, քիչս մցնելու եմ քո ընտանիքի մեջ ու քարը քարին չեմ թողելու։ Սկսի, ում ես սպասում։ Այդ չես արել, էդ էլ արա։ Դե ուրեմն չափը ճանաչի բեծի։ Հորս հետ հարգալից եղի։ Քո հայրը եկել էր ու փորձում էր հասկանալ, թե ես ինչքան հեռու կարամ գնամ։ Արդյոք Անգելինային կասեմ ճշմարտությունը, թե չէ։ Դու էլ որոշեցիր հորս չհիասթափացնես։ Դե արի մի զանգի։ Արի միասին գնանք ու այդ ամեն ինչը պատմի այդ աղջկան։ Գնաս տեղից։ Չէ, արի բեծի։ Լուրջ եմ ասում, արի։ Արի գնանք այդ ամեն ինչը պատմի։ Բայց ինչ է այդ քեզ տալու։ Դուք այլևս միասին չեք լինի։ Բայց ես ու դու էլ այլևս միասին չենք լինի։ Սենց թենենց մենք իրար հետ չենք։ Ես ոչ քեզ կին եմ եղել, ոչ էլ դու ինձ ամուսին։ Այն ժամանակ ես մտածում էի, որ կարող է մի բան ստացվի, որովհետև դու ուրիշ տպավորություն էիր թողել։ Հա, երկուսս է հուսախաբ եղանք, Հենրի։ Եթե առաջ ես արգում էի քեզ,
Գնահատում էի քո մեծահոգությունը, խաղաղությունը, հանգստությունը։ Հիմա այդ ամենը չկա բեցի։ Ու դու ինձ արեցիր, որ ես հիասթափվեմ քեզնից։ Իսկ դու ինչ ես արել իմ հետ։ Ոնց ես վարվել ինձ հետ, Հենրի։ Ես չէի ուզում։ Երթվում եմ չէի ուզում։ Հիշի, որ Անգելինայի հետ դու երբեք երջանիկ չես լինելու։ Ու այս կյանքում բումերանգի օրենքն է գործում։ Ինչ անում ես, այդ հետ է գալիս քեզ։ Նենց որ դուրս գնաս տեղից։ Գնա, Հենրի, գնա։ Գնաս տեղից, Հենրի, չեմ ուզում քեզ տեսնեմ։ Մենակ Աստծուն է հայտնի, թե ես ինչ ապրումների մեջ եմ։ Ու ինչքան շատ եմ ուզեցել քեզ ցավ չպատճառեմ։ Բայց դու միտումն ա, որ ամեն ինչ անում ես, որ ես մնամ փլատակների տակ։ Հա, ուզում եմ մնաս փլատակների տակ, Հենրի։ Գնաս տեղից։ Դուրս արի։ Դուրս արի։ Սկսել ես ինձ հաճախ կարոտել, ընկեր ավակ։ Սենց ոնց կլինի, ես քեզ ասում եմ ինձնից հեռու մնա, դու գնում գալիս ինձ այգում հանդիպման ես կանչում։ Հավատա, ես բոլորից շատ եմ ուզում քեզ այլևս չտեսնել, բայց դու հրարում ես, անում ես ամեն ինչ, որ հակառակը լինի։ Ես մեր հանդիպումները սկսում եմ արդեն վրես ազդել։ Ես քեզ համար լակոտ չեմ, Միքայել Շախունց։ Քանի կան ամեն ինչ անում էիր, որ Հենրին ու Անգելինան ճշմարտությունը չիմանան, թեկուզ մենք էլ չիմանանք, իսկ հիմա ինքդ ես անում ամեն ինչ, զանգում ես Անգելինային ու պատրաստում ես ճշմարտությունը պատմել։ Բնականաբար այն ճշմարտությունը, որը մենք գիտենք։ Չէ, դա ինչ-որ բան հասել է ականջիդ, բայց ոնց որ սխալ է հասել։ Ես դու չեմ տա խաղալ մեզ հետ, առանց այդ էլ շատ խաղացիր։ Ասում եմ էլի, սխալ ես հասկացել, ավելի ճիշտ աղջիկը տա ինֆոն սխալ տվել։ Սիրում ես մեղավորությունը բարթել ուրիշների վրա, ինքդ էլ մաքուր դուրս գալ։ Դու հիմա ինձ պիտի շնորհակալություն հայտնեիր, որովհետև եթե ես ժամանակին չհասնեի, աղջիկդ կիմանար արդեն ամեն ինչ։ Չհասնեիր ում։ Հասիդ, ով գիտի Անգելինայի մասին ամեն ինչ։ Հիմա ինչ հաստացում։ Հայտարարում ես ով է Անգելինան, հետո հերոս ես համ, թե իմ շահերն ես պաշտպանում։ Լսի, դատարանում չենք է, որ ես քո շահերը պաշտպանեմ։ Ու առասարակ կարող է թքեմ ամեն ինչի վրա, որ աղջիկդ իմանա ճշմարտությունը։ Ահ չտա Շախունց, հերիքա ահով դողով պահես մեզ։ Ինչ ուզում ես արա։ Շատ ես ոգևորվել։ Ասա վերջդ լավ լինի։ Նեն չանես, որ ես ինքս խոսեմ աղջիկաս հետ և վերջակետ դնեմ։ Դու քո ընտանիքը հեռու մնաս այդ մեզանից։ Թողեք հանգիստ ապրեք։ Ինչպես որ ապրում ենք նախքան քո որդու մեր կյանքը ներխուժել է։ Ես էլ եմ այդ ուզում, բայց ոնց որ ուշ է, զգում եմ։ Դավոն, այսօր եք գնում։ Ուր ենք գնում։ Այո։ Անկեղծ ասած, Եթե չես կարում անկեղծ ասես, կեղծավոր ձևով ասա։ ճիշտն ասած, Աննա Բագրատովնան ա եկել, ուզում ա երեխային տեսնի։ Հա։ Դուրս տել երեխին։ Անցին ես դեմ։ Ես տենց էլ գիտեի, որ չեք թողնելու։ Անցին ես երկարացնում ես արդեն։ Դենդ, վերս է երեխին։
զանգես կգա կտանի։ Շնորհակալ եմ, պապ ջան։ Ես քեզ անսահման շնորհակալ եմ։ Լսի, ինձ ոչ քո շնորհակալությունն է պետք, ոչ էլ պապ ջանը։ Ես այս ամեն ինչ անում եմ, որովհետև այս երեխուն մեր է պետք։ Ես չեմ ասի իմ տղի համար լավ կին ես եղել, բայց քո 3 երեխի համար շատ լավ մայր ես եղել։ Ու ես երեխին մայր է պետք։ Դու հիմա շատ անարդար ես իմ հետ վարվում։ Աստված իմ ոնց է ես քեզ կորուտել։ Պետք է նախորոք մտածեիք ու Լիլիթի անունով իմ բիզնեսները փոխեիք իմ անունով։ Դուք ոչ մի անգամ չեք ակնարկել դրա մասին։ Ես չէի մտածում, որ կարան իրանք այդքան անշնորհակալ լինեն։ Ինձ թվում է ինքը խորհրդատու ունի։ Երևի փաստաբան է վարձել։ Չեմ կարծում։ Նրա աղվես հայրը 10 փաստաբանի տեղ կարա իրան խորհուրդ տա։ Ցավալի է, որ տիկին Լիլիթի անունով են ձեր բիզնեսների մեծ մասը։ Եթե իր ցանկությամբ չանվանափոխվի, պարզապես կմնա իրեն։ Այդքան ինքնուրույն ենթադրել էի։ Իսկ երկրորդ տարբերակը չբաժանվելն է։ Դուք ստիպված եք լինելու հրաժարվել բաժանվելու մտքից։ Էդ էլ եմ մտածել, էդ էլ է մտքովս անցել։ Ուրիշ երրորդ բան կարաս առաջարկես։ Երրորդ տարբերակ չկա։ Մենակ Աստված գիտի, թե ինչ դժվար ամեն անգամ իմ համար քեզնից բաժանվելը տղես։ Կներես ինձ։ Կներես ինձ իմ սիրուն տղա։ Ջան, կոմտան։ Արի ես քեզ կնացնեմ։ Արի։ Ինչ ես իմ տանում ու ընդհանրապես ով է քեզ թողել երեխուն վերցնես։ Մի անհանգստացի ես քո տուն չեմ եկել։ Ոնց որ տեսնում ես երեխուս հետ փողոցում եմ կանգնած։ Երբ ես քեզնից ազատվեցի, այդ ժամանակ իմ կյանքը դարձավ անհոգ։ Դե ինչ ասեմ։ Ուրեմն շուտ պիտի ինձնից ազատված լինեիր։ Երբեք ուշ չի սխալներն ուղղելու համար։ Ով է քեզ թողել երեխուն մոտենաս։ Մորը թույլտվություն պետք չի երեխուն մոտենալու համար, բայց եթե շատ ես ուզում իմանաս, կասեմ։ Պապան է երեխուն տվել, որ սիրեմ։ Էդ էլ է իմ սխալը, էլի։ Որովհետև հորս չեմ ներկայացրել իրական պատկերդ։ Ուզում ես, ինչ ուզում ես ասա։ Իմ խիղճը մաքուր է, ես իմ ընտանիքի հանդեպ ոչ մի սխալ բան չեմ արել։ Քո իրավունքն է։ Եթե այդ մտքերը քեզ հանգստացնում են, շարունակի տենց էլ ապրել։ Դեսի դու մարդ ես, դու խիղճ ունես։ Ասա ինչ ես եկել։ Հենրի նստի։ Պարտադիր չի։ Թող ասի ու գնա։ Չեք գուշակում ինչ եմ եկել։ Խոսելու բանն ես, արի դուրս գանք զրուցենք։ Մամ, չեմ կարծում, որ Հենրին գաղտնիքներ ունի։ Տիկին Վիկտորիա, ինչ գաղտնիք պետք է լինի։ Իմ ու անգելի սիրո մասին ամբողջ աշխարհը գիտի։ Ու ես եկել հասել եմ ստեղ, որ ձեզ հայտնեմ, որ մենք ամուսնանում ենք։ Ոնց հասկացա, ուրախ եք մեր համար, հա։ Տղա ջան, դու գժվել ես։ Հա, սիրուց եմ գժվել, բայց կբուժվեմ, եթե ձեր աղջիկը դառնա իմ կինը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Եկել եմ Ջոնին տեսնելու։ Ջոնը այստեղ չի։ Այսինքն, ընդմիշտ Չէ, գնացել են զբոսնելու, ասեց շուտով կվերադառնան։ Տղա ջան, այս ինչ անհարգալից վերաբերմունք է մեր ընտանիքի հանդեպ։ Մամ, բայց Հենրին Ինչի հետաքրքրում։ Ոչ մի բան։ Այս տղեն ամուսնացած լինելով եկել է ձեր ամուսնության մասին է խոսում։ Դա նորմալ է։ Ես ու Բեցին բաժանված ենք գրեթե։ Ինքն էլ տնից գնացել է ու մենք։ Ինչի հետաքրքրում քո ու քո կնոջ հարաբերությունները։ Ինձ հետաքրքրում է մենակ իմ աղջիկը, որ դու նորից չներխուժես իր կյանք ու նորից ծախ չխառնես։ Իսկ ես դուրս էլ չեմ եկել Անգելի կյանքից, որ մի հատ էլ ներխուժեմ։ Ու եթե դուք փորձեք խանգարել մեր միասին լինելուն, ես Անգելինային կվերցնեմ ու կգնամ։ Մեր հետքն էլ չեք գտնի։ Փորձի հələ։ Մամ, դե հերիք է էլի, ինչքան կարելի է, ինչ եք ուզում իմ կյանքից։ Մի քիչ խիղճ ունեցեք, ես էլ սենց չեմ կարողանում, մամ։ Անգել։ Դու ինձ բան ես խոսում։ Մի ստացեք։ Ես գաղտնիքը չեմ բացահայտելու, բայց Անգելինային էլ չեմ թողնելու։ Պիտի թողես։ Ես իմ սիրուց տիկին Վիկտորիա չեմ հրաժարվելու, ու նենց չանեք, որ գաղտնիքը բացահայտեմ։ Ինչ է պատահում ես։ Հա։ Հա։ Ո՞վ է քեզ նեղացրել։ Հենրին էլ աստեղ։ Հիմա պարզ է, ինչի է Անգելինան արդյունքն աչքերին։ Իսկ ինչի է Անգելինան փողոցում։ Չէ, ջաջավակ, Անգելինայի արդյունքների մեղավորը ես չեմ։ Անգելինա վեր կաց անցիտոն, շուտ արա։ Այ ձեր կնոջը կարակ մեղադրեք։ Վիկակ բացատրես ինչ է կատարում։ Թողեք ես ասեմ։ Ես ու Անգելը պատրաստվում ենք ամուսնանալ։ Ու եթե դուք տակ ձեր օրնությունը մեզ, մենք շատ ուրախ կլինենք, եթե չէ, էլի կամուսնանանք ու շատ երջանիկ կապրենք։ Բարի ախորժակ ձեզ։ Վայ կարխեն թանում եմ, որ ինձ բերում ես գրիլյան ու ամեն անգամ տեսակ համով բաներ ես պատվիրում իմ համար։ Այս քանի օրը գալու ենք հատուկ խաշ ուտելու։ Լսի, դու տես բնավորություն չունես, չէ՞։ Վայ, ես խաշ չեմ ուտում, ոյ, ես սխտոր չեմ ուտում։
Իսկ դու չգիտես, որ ես այդ աղջիկներից չեմ։ Ու ամենալավը էս ամեն ինչի մեջ այն է, որ դու էլ այն տղաներից չես, որ ուզում են ամեն կերպ փոխեն իրանց կողքի աղջկան։ Սկսած կազմվածքից վերջացրած գունավոր մեյքափներով։ Ոպլես։ Մենք իրար գտել ենք, էլի։ Կար։ Լուրջ եմ ասում, մենք իրոք շահել ենք այս կյանքը։ Ուրա Հենրիս էլ գտնա իր երջանկությունը։ Հենրին գտել է իր երջանկությունը, ու այդ երջանկության անունը Անգելինա է։ Ով չգիտի այդ մասին։ Երջանկության անունը Անգելինա է, բայց օրինականն է Էլիզաբեթ։ Ով է մեղավոր, Կարո ջան, ով ինքը, մենակ ինքը։ Ինչի գնաց ամուսնացավ այդ աղջկա հետ։ Ինչի ամուսնացավ Էլիզաբեթի հետ կբացատրես։ Ես ամեն անգամ մտածում եմ, ախր Անգելինային էր սիրում։ Մտածում եմ ու նյարդայնանում եմ։ Ոնց կարելի է, ախր ես չեմ հասկանում, ինչի եք դուք տղաներդ այդքան պրիմիտիվ։ Էդ հələ հարց ա ով է պրիմիտիվ։ Մենք ձեր համար ամեն ծայրահեղության գնում ենք։ Հա, ու դա նորմալ է։ Մեզ կարելի է, ձեզ ոչ։ Ու ընդհանրապես արի փակենք հա այս թեման, մի փչացրու այս սիրուն պահը, թե չէ հաստատ կռվելու ենք։ Համաձայն եմ։ Բայց արի քեզ մի գաղտնիք էլ ասեմ։ Հենրին հիմա ուզում է Էլիզաբեթից բաժանվի։ Որ ամուսնանա Անգելինայի հետ։ Ասում եմ էլի, շախունցները վառ ապացույցն են նրա, որ փողը այս կյանքում ոչ մի բան չի նշանակում։ Նայում ես, ախր բոլորը դժբախտ են այդ ընտանիքում, քաոս ա տիրում, չնայած որ այդքան փող ունեն։ Տղա ջան, այս ամեն ինչը խաղոպար չի։ Ես այդ շատ լավ հասկանում եմ։ Որ հասկանում ես, ինչ ես եկել կանգնել փողոցում ասում, Անգելինա, ես ու դու ամուսնանում ենք։ Այդ փողոցում քննարկելու թեմա է, հա? Նենց էլ ոչերական տոնով ես ասում, քիչ հավանում գետինը ոտքերից տակ ցնցվի։ Հերիքա, տղա ջան, հերիքա, մեծացեք։ Գիտակցեք ձեր քայլերի ծանրությունը։ Հնարավոր չէ սեն ճտացնել իրավիճակ փոխել։ Հասկանում ես։ Ինչի մասին ես խոսում։ Օրինակ այն, որ այսօր չես կարող բաժանվել, վաղը գաս ասես, Անգելինա, ես ու դու այսօր ամուսնանում ենք։ Ինչի ես այս իրավիճակը տենց անլուրջ ներկայացնում։ Որովհետև անլուրջ է։ Որովհետև այս ամեն ինչը անլուրջ է, տղա ջան։ Նայ որտեղ ենք կանգնած եւ ինչի մասին ենք խոսում։ Հա, լուրջ է, հա։ Ինչ կապ ունի որտեղ ենք կանգնած, ջաջավակ։ Իմ ու Անգելի զգացմունքներն են կարևորը։ Հայ, գլխից փիլիսոփա է դարձել։ Անգել, չես ուզում ամուսնանանք։ Այդ ինքը չի որոշում, տղա ջան։ Բա ով է որոշում։ Ես, Անգելինայի հայրը։ Անգել խոսա։ Այդ դրա չես լսում ինչ եմ ասում, հա։ Խոսա։ Հա, սիրում եմ, պապ, ուզում եմ, որ միասին լինենք, կլինի հանգիստ թողեք ինձ վերջապես։ Իսկապես առանց Ջոնի չեմ կարողանում։ Ինքն էլ է ձեզ շատ սիրում։ Մանավանդ Հենրիին։ Երբ ինձ տեսնում ասում է Հենրի ինչ ես տեսել։ Ես Հենրիի հետ էլ ոչ մի կապ չունեմ։ Հիմա հասկացա այն օրվա ձեր հոգեվիճակի պատճառը։ Երևի միշտ մտածել եք, թե ովքեր են Ջոնի ծնողները ու ինչի են իրան լքել, չէ՞։ Իրականում մտածել եմ, ու չէի սպասում, որ կհայտնվեք։ Ես Ջոնի մասին նոր եմ իմացել։ Մոտ 5 տարի առաջ, երբ գործերով եկա Հայաստան, մի կնոջ հետ ծանոթացա, Սառային։ Ինքն ինձնից տարիքով մեծ էր, ու չգիտես ոնց մի շաբաթում մեր շփումը վերածվեց արդեն սիրային կապի։ Ու այդ ամենը վերջում ավարտվեց իմ ԱՄՆ գնալով։ Մոտ 2 շաբաթ առաջ զանգ ստացա մի կնոջից։ Պարզվեց Սառայի մորաքույրն էր։ Նա փաստորեն իմ գոյության մասին ընդհանրապես տեղյակ չէր ու ինձ ասաց, որ Սառան ծննդաբերելուց մահացել է։ Դե երեխան էլ մնացել է իր մոտ։ Ինքն էլ տարեց հիվանդ կին էր։
Այդպես երեխային հանձնել եմ անկատում։ Անկեղծ ասած չգիտեմ ոնց է իմ այդ կապի դուրս եկել, բայց եթե մի քիչ էլ ուշանայի, ես երեխայիս կորցնելու էի։ Դուք իրան կորդագրեիք ուղղակի։ Չէի կարող մտածել, որ նման բան կարող է լինի։ Դա ես էլ կյանքս 180 աստիճան փոխվել է։ Չէի կարող պատկերացնել, որ երեխա ունեմ, այն էլ մանկատանը։ Հանգիստ թողնեմ։ Հանգիստ թողնեմ, հա։ Մի անհանգստացիր։ Այդ օրն էլ կգա։ Տեսնեմ ինչ եք անելու։ Լավ, ջաջավակ, մենք ինչ վատ բան ենք անում, որ սենց ողբերգություն ես սարքել։ Դա ողբերգություն չի, տղա ջան, դա կատակերգություն է։ Դե ինչ ասեմ, ծիծաղի անցի առաջ։ Չափերը չանցնես, հա։ Երեկվա երեխեն ես։ Թաթալոշ կտամ գլուխդ վզիտ վրա կֆռա։ Մի օգտվի արդից։ Դու արդեն ոնց որ նենց ես ուզում անես, ես էլ սկսեմ ինձ վատ պահել, հա։ Դու քեզ շուտվանից ես վատ պահում, տղա ջան։ Ես քեզ հլա անդուրժում եմ։ Տո որ վատ պահի, լիքը ցավալի հետևանքներ կլինեին։ Դու ինչ պիտի անես, այ լոպաս, հա։ Լիքը բան, չգիտես։ Այ հերիքա էլի։ Մարդիկ նայում են, խայտարակ եք լինելու թաղող մեկ։ Ջաջավակ, զգուշացնում եմ, հետս մյուս անգամ տենց չխոսաս։ Հրանայ, հաթաթայա տալես, խնդրում է, վայ։ Հենրի, խնդրում եմ քեզ, ուղղակի հիմա գնա։ Երկուսդ էլ լարված եք, անիմաստ կռիվ ա դառնում։ Չեմ գնալու։ Եթե ինձ սիրում ես, գնա։ Հետո կհանդարտվեք, կգաք, կխոսակ, կհասկանաք, բայց հիմա գնա։ Գնանք տուն, էլի, գնա։ Ես քեզ ասեցի Աննան ինչեր է արել։ Դու ինչի ես էլի երեխուն տալիս գիրկը։ Դա նե չի համար եմ անում, Ես այդ երեխի համար եմ անում։ Թող մոր հոտ առի հանգստան անընդհատ լացում է։ Լավ էլի պապա։ Ինչ արա։ Ժամանակին էլ հերին մորից կտրեցինք։ Ֆրիդամ ընդհանրապես բանի պետք չէր։ Հիմա քեզ Աննայի դեպքում ինչն է խանգարում։ Ժամանակներն ուրիշ էլ անցանք։ Ես երևույթի մասին եմ խոսում, ոչ թե ժամանակների։ Եթե դու մի անգամ էլ ինքնագլուխ բաներ անես, ձեռիցս չես բրցնի։ Դու լավ հանգստացի է։ Հասկացար։ Ուղղակի Աննա Բագրատովնան սա։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի Աննա Բագրատովնա։ Դու ինձ հասկացար։ Հասկացա։ Ապրես։ Դե հիմա գնա երախու մոտ։ Ես ու Անգելինան ուզում ենք ամուսնանալ։ Սիրա հելի ջան։ Ուրիշ բան չես ուզում, ասա իմանանք, չզարմանանք։ Շատ էլ են օրը թույլ տվեց երկու բառ խոսակ։ Չափ ու սահմանը անցել է։ Պետի հետ ամուսնանում, հետո քեզ հետ ամուսնանում, բա հետո ո՞նց է լինելու։ Պապ, երկար ես ինձ տանջելու։ Եթե հա, ասա, որ էլ չզարմանանք։ Դες լավ չի, դες լավ չի, գնանք ու սենյակ պատուհանից դուրս արի, պախի։ Չէ, ցերեկ է, ցերեկով դες բաներ չես անում, դու գիշերով ես անում։ Ինչ հոգատար աղջիկ ունեմ, օրը ցերեկով չի խայտարակում, գիշերով է անում, որ մենակ մենք իմանանք։ Պապ, զգացել ես, որ այս վերջերս մեր խոսակցություններն առանց կռիվ չի ստացվում։ Երբ իրար հետ ինչ-որ բան ենք խոսում, անպայման կռվում ենք։ Որովհետև ես վերջերս մոռացել ես, որ հայրը չի մահացել, կա, չի կարելի տրորել, անցնել։ Դե հերիքա էլի, կարակ երկուստա ձեներըդ կտրեք, ինչքան կարելի է, լրեք, էլ չեմ դիմանում։ Է չես դիմանում, մի լսի, գնա։ Կթողեմ ու կգնամ այս տնից։ Պատուանից դուրս արի աղջկատ նման, այդ սուր զգացողությունները ապրի, ինչ կլինի որ, անպայման կանեմ։ Հա, աղջկատ մոդել մաստեր կլասերի գնա, որ վերևի չընկնես ջարդո խուրդ լինես։
Ավակ չես հասկանում։ Կորցնում ենք մեր երեխուն։ Կորցրել ենք։ Բայց դա քեզ չի կանգնեցնում, ավակ։ Դու նույնը շարունակում ես կռվել, վիրավորել։ Վերջնական կկորցնենք, դու հասկանում ես։ Մի քիչ զուսպ եղի, դիվանագետ եղի։ Հենրին, որ Հենրի է, դու հասկանում ես ամեն ինչ անում է, որ Անգելինային իր կողքը պահի։ Զուսպ է, խելացի է, դիվանագետ է։ Շատ ես խոսում, ներվերը չունեմ։ Մնում էր ինձ ու Հենրին մի հարթակի վրա դնել։ Մի խոսքով Որ ինչ ես մեցելուլակարներ հետ, բան են խոսում, չէ՞ տանտերը։ Դե պապը լավ էլի, թող չուղեղս հանգստանա էլի։ Կարանք այսօր գնանք ավագենց տուն։ Ինչի համար։ Հիմա Անգելինայի թեմայով խոսալու, պապ, ինչի համար ձեռքը խնդրելու։ Հապա գնացեք, իսկ բնա։ Կնստեք, ուտեք կխմեք, ուղեղդ կհանգստանա, բայց նա հանկած Անգելինայի փոխարեն ավագին չբերեք մեր տուն, խայտարակալնեք։ Դու ոնց ուզես տենց էլ կանենք։ Արա դուք գժվել եք վաբշե երու տղա, հա? Գժվել եք դուք։ Հա գիժենք, հետո։ Իսկ դու նորից ամուսնանալու մտադրություն չունես։ Օրինակ, այդ Յանի անուն ինչ էր այդ աղջկա, այ դա էր ինչ էր, նցա հետևից դեմից նայում ես, կրկրում ես։ Ասա իման Անգելին։ Որ ունենամ անպայման կասեմ։ Դե չմոռանաս, նենց ասա, որ ես էլ գնամ իրա հայրիկի հետ, խնամախոս։ Բանմանա, չէ՞ պատրաստվենք մոտանի մտունի։ Իսկ երբ եմ գնում։ Հենց հիմա։ Գնացինք։ Վերընկար տեղը հետ։ Գնացինք։ Ոչ մի տեղ էլ չեք գնում։ Չափերը տանցակ արդեն։ Դուք չգիտեք Անգելինան ում աղջիկն է։ Այդ ինչ կապ ունի։ Ոնց կապ չունի, կապ չունենար դրատեղը լուսամուտ կլներ։ Անում են գնանց ոնց որ տղես ուզում է։ Ուզում ես գնանք հենց այսօր էլ Անգելինային տուն բերենք։ Դու գնա վերև։ Դե պապի լավ էլի սկսվեց էլի։ Գնա վերև ասեցի։ Մեծերով խոսելու, զրուցելու բան ունենք։ Ինչ։ Ոյ ոչինչ։ Անգելինային հենց այսօր բերենք տուն։ Հա։ Հա։ Ինչի՞ չէ որ։ Դու լավ ես մտածել։ Բա ինչ ես անում։ Մտել եմ սենյակ, որ պապայի հետ էլ չկռվեմ։ Թեման էլ տանն էլ է շարունակվել։ Ասեմ ավելին շարունակվում է։ Հա ինչ, շատ է լավ եմ մտածել։ Յո, հələ մատ ինձ ասա էլի բացատրի տենամ, ինչ ես տենց լավ մտածել, ու ինչ ես ուզում սոսի աղջկան տենց արագի մեջ բերես մեր տուն։ Պարտադիր այդ անունը շեշտ ես։ Որովհետև դու էլ ես շեշտը դնում դրա վրա։ Անես որ նայդ ես, Միքայել տղա։ Այն ինչ որ դու ցերեկ անցնում ես, ես գիշեր աշկերս բակ անցել եմ այդ ճանապարհը։
Չեմ հասկանում ինչ ես ասում։ Ես քեզ զգուշացնում եմ, Միքայել։ Հանկարծ չփորձես Հենրին օգտագործես։ Կտամ կսպանեմ։ Լավ էլի պապ ինչ ես խոսում։ Այն ինչ որ լսեցիր։ Չփորձես թորանս օգտագործես, հասկացար։ Ես իմ տղու երջանկությունն եմ ուզում։ Հələ ես էլ իմ թոռա երջանկությունն եմ ուզում։ Շոն տղա, հորդ քյալել։